Ժողովուրդ ջան, քաղաքացիական պայմանագրի թեկնածուն արդեն փաստ է, Արգիշտի Մեխակյանն է։ Արգիշտի Մեխակյանը Շահավետ դիրքերում չի կարող ոչ մի դեպքում հայտնվի մի քանի պատճառներով։ Առաջինը, ինքը քաղաքացիական պայմանագրի թեկնածուն է։ Երկրորդը, ինքը Նիկոլ Փաշինյանի կամակատարներից է։ Երրորդը, ամբողջ համայնք խոշորացնում են, որ ինքը թեկնածուն ունի, դա արդեն խնդիրներ է։ Չորրորդը, Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, որտեղ ինչ պաշտոն պետք է լինում, տալիս են։ Հինգերորդը, մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը ինքը նույն սկզբունքներով Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա գնա փոխվարչապետ։ Ոչ մեկը չունի այդ երաշխիքը, որտեղ փաստացի Չէ, մեզ երաշխիք պետք չի։ Մասնակցում եք իշխանափոխությանը 18 թվականին։ Այո, մասնակցում էի, ակտիվ եմ մասնակցել իշխանափոխությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի զացմանը պետության, ժողովուրդ ջան, հեղափոխությանը մասնակցում էին բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ էին նախկիններին, բայց հիմա ես տեսա, որ Նարեկ ջան ներկան է բանը նախկինների կողմից են հանդես գալիս։ Այստեղ լրագրողական էթիկա կա, դուք պետք է մի հատ նայեք, եկել եք Էջմիածնի ավականի 3 ֆրակցիաներից մեկի ղեկավարին, տենց հարց եք տալիս։ Այդ հարցը տալուց առաջ իսկ դուք չեք ուզեցել ծանոթանաք այդ մարդու գործունեությունը, որ ինքը 18 թվի ավարտից հակա նիկոլական դիրքերից է հանդես գալի։ Չէ, դուք չգիտեք, հարց եք տալիս, մի անգամ տեսել եք, որ հեղափոխությանը մասնակցել են։ Կառավարում իսկ Նիկոլ Փաշինյանի։ Ամեն ինչը, ինչ որ կոնկրետ բաներ եք ուզում, օրինակ հենց նույն ձև կարանք ասենք առաջի սամ։ Երբ քաղաքական գործչին հիշեցնում են իր անցյալը, դա նշանակում է էթիկայի խախտում։ Դուք ասում եք 18 թվին նրանց կողմից չէիք, հիմա սենց։ Այդ բանը մանիպուլյացիաները շատ են։ Որովհետև դուք բացատրում եմ ասոցացվել Փաշինյանի հետ։ Բացատրում եմ, ես չեմ կարող ասոցացվել Փաշինյանի հետ, որովհետև ես Արցախը սիրում եմ, Արցախի համար կռվում եմ։ Փաշինյանի հետ ասոցացվելը դա Արցախը դավաճանել է եկեղեցու դեմ, որովհետև 18 թվականին հույս ունեինք, որ նախկիններից կազատվենք, պես նախկիններ կա ինչ-որ սև ու սպիտակի հասարակությանը բաժանելու, հասարակությանը պարակտելու, հասարակությանը պարտության մատնելու մի հատ բան դարձրեցին։ Արգիշտի Մեխակյանը շանսեր չունի ընտրվելու, եթե մենք որտեղ եք տեսել։ Դուք հենց հիմա դուք ձեր հարցը տեսաք, չէ՞։ Դուք հիմա ինձ հարցնում եք ընտրությունների ժամանակ Արգիշտի Մեխակյանը ինչ շանսեր ունի, ես ասում եմ շանսեր չունի, ասում եք մեծամասնություն է։ Լավնի շերբեք նոյեմբերի 16-ին տեղի է ունենալու Էջմիածնի։ Դեռ փաշ չի։ Հիմա քանի հենց հիմա կարող է քաղաքացիական պայմանագրից մի քանի հոգի գալիս են, խոշորացումներ չի ստացվում, ամբողջ հավանը հանրապետությունում դուրս են գալիս, ասում են խոշորացման ծրագրերին դեմ են։ Հողի վրա ինչ կա, տեղադրված։ Հողի վրա կա, որ այսօր նիստը չի կայացել։ Խոսակցությունների մակարդակում։ Խոսակցությունների մակարդակում։ Այո։ Խոյին ակտիվ ղեկավար Արգիշտի Մեխակյանով կարող է բարձր ձայնով հավաքել շատ ձայնով։ Ժողովուրդ, այստեղ ոչ թե Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ընդեղով մեզ հաղթելու է, այլ գոնե 30%-ից քիչ չի հավաքելու։ Հասկանում եք, խնդիրը հիմա Նիկոլի ոչ թե նրա մեջ է, որ ինքը ավելի շատ պատրաստվում է 26 թվականի ընտրություններին, բայց իրեն պետք է 40% ազգային ժողովում ձայն հավաքել։ 40%-ով Էջմիածնում իրենք քաղաքապետ չեն կայանալու առաջադրում, բայց 40% էլ չեն հավաքելու, իրենք հավաքելու են մինչև 30%։ Բայց իրենք կարող են այստեղ ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն եւ եթե լծակներ իրենց ձեռքում են, շատ հանգիստ, ինչպես այստեղ ասում էին, զավթեն քաղաքապետարանը։ Շատ ճիշտ եք ասում, ժամանակավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետը պետք է Էջմիածնի ղեկավար նշանակի օրենքի ուժով։ Երբ որ մենք այստեղ չկայանանք նիստերի ժամանակ, քվորումը չապահովեն, իրանք գնան այդ քայլին, քաղաքական դիվերսիա անեն, հետո առաջադրեն, ինչ պետք է անեն, ասֆալտ։ Ժողովուրդ ջան, ասֆալտը անցած ընտրություններից 21 թվականի ընտրությունների ժամանակ ես ասում եմ, ես մարդիկ ասֆալտը հենց նոր սկսեցին անել։ Հիմա ամբողջ քաղաքը տեսնում ենք, այսքան ժամանակ ոչ մի բան չի արվել, սպասում են, որ իրանք մարդ նշանակին ասֆալտ անեն։ Եթե մեր հասարակության մոտ դեռ ասֆալտ այդ մի քանի ամիս անելով կարելի է իրողություն փոխել, ուրեմն մենք իրականում շատ վատ վիճակում ենք։ Հենց դա մեր քաղաքական խնդիրը է, որ հասարակությանը բացատրենք, որ սենց չի լինում կառավարումը։ Ընտրությունից ընտրություն մի հատ ձեզ ասֆալտ անենք, վարչական ռեսուրսներով ամեն մեկիդ ինչ-որ բան խոստանանք, ինչ-որ բանի հասնենք։ Տեղեկություն է շրջանառում, որ նախկին համայնքապետարանը Կասպարյանի ամուսինը կրիմինալ կապերի մեջ է տարբեր անձանց հետ, նա վերջից
իշխանությունը իր գազալիցակայանում որ տեղի ունեցել ուղիղ առնչություն ունի իր հետ։ Նա Արամ Միրզոյանը ՔՊԻ ավականու անդամ է։ Այս տեղեկությունները որքանով են հավաստի։ Դուք շատ լավ գիտեք, որ ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր անդամների հետ խնդիր ունեմ անձնական մակարդակով դեռ 20 թվականի պատերազմից հետո։ Լուրջ խնդիր ունեմ, այնպես խնդիրը, որ ես երբեք որևիցե տեղ իրանց հետ մեր ջուրը մի առվով չի կարա գնա, որտեղ իմ համար հիմնարար Հայաստանի Հանրապետության շատ մի հատ լուրջ բան խախտվել է իրանց կողմից։ Երկիրը բաժանվել է մի քանի մասի սևերի, սպիտակների իրանց կողմից։ Ես շատ վատ վերաբերմունք ունեմ այդ մարդկանց նկատմամբ, բայց մտնել իրավական դաշտ ու գնահատական տալ դա իմը չի։ Դրա համար գոյություն ունի ոստիկանություն եւ այլն եւ այլն։ Եթե այդ մարմինները չեն բավարարում այդ մեր հարցերին, ժողովուրդ ջան, բերեք հեղափոխություն անենք։ Ինչպես է Ձիանա Գասպարյանը կարողացել շինթույլտվություն տալ իր սկեսրայդի եւ որը որ շենքերի հետ կապված նաեւ շինարարություն են անում եւ դուք ավականու անդամ եք այդ ժամանակ ինչպես են կարողացել շինթույլտվություն տալ։ Կարամ պարզ եւ հասանելի ձևով ցույց տամ։ Եթե մենք չենք կարողանում բոլոր ընդդիմադիրներով քվորում ապահովել, մենք կարող ենք մեծամասնություն ունենալ ավականի նիստերի ժամանակ։ Ոչ մեկի։ Դուք աջակցում եք այս Ես ներկա չեմ գտնվել Էջմիածնակործան, գործունեության եւ նիստերի։ Իսկ դուք տեղյակ չեք որ նման շենքեր են կառուցվել։ Տեղյակ եմ, եթե մամուլին ուշադիր լիներ, ես չեմ բարձրացնել, երևի ազատության բաները որ նայեք, չէ, ազատություն կներեք մի վարքյան, ազատությունով առաջի բարձրաձայնողներից մեկը հենց ես եմ եղել ազատություն լրատվականով, հենց այդ ամեն ինչի մասին։ Հենց այդ ամեն ինչը եղել է, ես դրա մասին խոսել եմ։ Ու հիմա ինձ մեղադրել որ ես ինչ-որ բան չեմ բացաձայնել, ինձ թվում է ճիշտ չի լինի։ Հրաժարականը նախկին քաղաքապետի հենց դրանցով պայմանավորված, ինչու հրաժարակ։ Չէ, ժողովուրդ ջան, Նիկոլը շատ խորը թքած ունի ով ինչքան է ուտում։ Քաղաքացիական պայմանագիրը բոլորին տվել է ուտելու իրավունք, բայց այդտեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է եղել։ Իրանք այլևս Ձիանա Գասպարյանով չէին կարողանալ ընտրություններին գնալ։ Պետք էր ինչ-որ մի հատ ասենց ֆորս մաժոր ստեղծել, հետո եկեղեցու դեմ ինչ-որ բաներ անել, որպեսզի կարենան քաղաքական դիվիդենտներ հավաքեն։ Ժողովուրդ ջան, այսօր մենք ունենք հենց Էջմիածնի համար շատ կարևոր խնդիր։ Պետական իշխանությունը ու մայր աթոռը կոնֆրոնտացիայի մեջ է, ինչի համար անընդունելի եւ անբարոյական է, որովհետեւ պետական ոչ մի իշխանավոր իրավունք չունի մտնի եկեղեցի ու այդ հետո ինձ կարող է ինչ-որ մեկը հակադարձի, ասի, բա ոնց եկեղեցին մտավ քաղաքականություն, եկեղեցին քաղաքականություն կարա մտնի, քաղաքականությունը եկեղեցի չի կարա մտնի, որտեղ սահմանադրությամբ ասվում է, որ եկեղեցին անկախ կառույց է, անջատ են, այո, բայց ոչ միտեղ չի ասում, որ եկեղեցու քահանան ՀՀ քաղաքացի չի, իսկ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն քաղաքականություն զբաղվելու։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Սուլտասանն է։ Ես չգիտեմ, Սուլտասանը կարա լինի հավատացյալ թե չէ։ Եթե Սուլտասանը կարա լինի հավատացյալ, ուրեմն հավատացյալ է։ Ես չեմ կարող է ինքը ուրիշ հավատքներ ունի։ Հավատացյալ բառը չի ասում քրիստոնյա, չի ինչ-որ կոնկրետ բնորոշում տալիս։ Եթե կա ինչ-որ հավատ, որտեղ Սուլտասաններն են, ուրեմն կարող է եւ հավատացյալ։ Ես որպես քրիստոնյա այս հարցերը բարձրաձայնում եմ, իրավունք ունի որպես քրիստոնյա բարձրաձայնի, թե ոչ որպես Հայաստանի վարչապետ։ Ես հիմա այստեղ կանգնեմ, ասեմ, ես որպես տիեզերագնաց ինչ-որ բան ասեմ, իմ ասածներին լուրջ կվերաբերվեք։ Ասում է, ով ինչ ուզում ասում է։ Ասելը դա դեռ ոչ մի իրական հողի վրա բան չի, ասել բոլորը կարող են։ Ձեր խմբակցությունը Սևակ Խաչատրյանի տեխնացությունը։ Ոչ, մենք Էջմիածնում Քոչարյան, Նիկոլ, այդ ամեն ինչից անկախ ֆրակցիա ենք, հայրենասեր ֆրակցիան։ Ընդհանրապես կապ չունենք ոչ մեկ հետ։ Մեր քաղաքական դաշտում թշնամիներն են Քոչարյանը, Սերժը, Նիկոլը, Լևոնը, բոլոր նրանք, ովքեր պետությանը բերել են այս վիճակին են հասցրել։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ասում են ախպեր այսքան վատ եք արել, մենք այս վատի վրա պետություն կկառուցենք։ Դրա համար չեմ ուզում առնչվել կամ ընդհանրանալ այդ քաղաքական ուժերի հետ, որովհետև քաղաքական հակասություններ ունեմ, շատ բանը, մեծ քաղաքական հակասություն դարավ 20 թվականից հետո։ Գյումրիում էլ կար տարաձայնություն, բայց հանուն նրա, որի ԿՊ-ն չլինի իշխանություն, չնայեցին քոչարյանական, սերժական, դաշնակցական, բոլորով միավորվեցին եւ ԿՊ-ին չթողեցին իշխանություն։ Ժողովուրդ ջան, հնարավոր է Էջմիածնում արեք սենց։ Ես չգիտեմ այնտեղ մասնակիցները ինչ քաղաքական գաղափարախոսություններով են մինչև վերջ առաջնորդվել։ Կարանք տեխնացուներին հերթով դնենք բոլորի քաղաքական ուղիները, նայենք ով ինչ քաղաքական ուղով է եկել։ Եթե ես
ես ձեզ ասում եմ, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության հիմնասյուներից թույլատնողներից մեկն է եղել, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը իսպառ ոչնչացնողն է եղել։ Ոչ մի դրվագում ես չեմ կարող այդ մարդկանց հետ միևնույն կոալիցիայի մեջ լինեմ։ Այդ նորվա ձեր ասում եք քո ստորագրությունը կա այս պետության քանդվելու մեջ, չէ, չկա իմ ստորագրությունը։ Ես չեմ պատրաստում ստորագրեմ մի մարդու անվան տակ, որը կքանդի մեր պետությունը։ Հիմա Ալգիշնե Մեխակյանի եթե հաջողվեց եկավ դարձավ ժամանակավոր պաշտոնակատար, դուք աշխատելու եք նույն կերպի հետ։ Ոչ, այո, նույն կերպ աշխատելու եմ, չեմ ներկա գտնվելու այդ կեղծ նիստերին։ Այսօր Նիստերը դուք բոյկոտելու եք։ Ես մինչև հիմա եմ բոյկոտել, դրա համար իմ ստորագրությունը Էջմիածնից խլված տարածքների փաստաթղթերի վրա չկա։ Ինչ ընտրվել է, դուք բոյկոտել եք բոլորը։ Առաջին նիստից հետո հասկացել եմ, որ այլևս այնտեղ անելիք չունեմ։ Այդ իմաստ կա մնալ ընդհանրապես ավականից։ Այո, Ինչ եկա։ որովհետև դուք ընտրական օրենքը իմանալով գիտեք, եթե մեր ֆրակցիան դուրս եկավ, հաջորդն է գալու։ Իսկ հաջորդների վրա վստահություն չունեմ, որ չեն ուզեն այդ փաստաթղթերի տակ իրենց ստորագրությունը լինի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում է Ես ունեմ ինձ ընտրող մարդիկ, ում առաջ ունեմ որոշակի պարտավորություններ, ու ես իմ պարտավորություններն եմ պահում։ Գոնե առնվազն թույլ չեմ տալիս իրանց անունից, իրանց ասացին հակառակ քվեարկություն լինի։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որտեղ ասում է ցավոք ես կաթողիկոսի թեկնածու չունեմ եւ վեհապարին անվանում է վեղարի տակ թաքնված անառակ, արդյոք նա կարող է վեհապարին անառակ անվանել այն մարդը, ով Արցախը հանձնել է, ով 2018 թվականին գոռացել է, որ Արցախը Հայաստան է, բայց այսօր 2018-ին չի գոռացել, հետո է գոռացել, 19 թվականին 19-ին էլ չէ, 20-ին է գոռացել, կորոնայից առաջ։ Հա, 19-ին էր, թե 20-ին էր։ Հիշելով 20-ին էր, որտեղ հիշում դրանից հետո միանգամից կորոնան սկսեց։ Ժողովուրդ ջան, դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, ցավոք ես թեկնածու չունեմ։ Հենց այդտեղից արդեն նախադասությունը պետք է ավարտել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ցավոք ինքը թեկնածու չունի, արդեն խնդրեմ է, որտեղ ինքը իր սահմանադրական իրավասություններից դուրս բանի համար ցավում է։ Հասկանում եք, այդ մարդուն արձագանքելը ես գտնում եմ անիմաստ, որովհետև վերջին նրա գրառումներից հետո շատ գեշ բառապաշարով ես չեմ պատկերացնում մի երկրի ղեկավար, որը կարող նման բառապաշարով շփվի։ Մենք իմ համար հանրության հետ շփվելու ձև կա։ Ես կարող եմ իմ նեղ անձնական շրջապատում շփվեմ նենց, ոնց ինձ հարմար է։ Ասեմ այն ինչ որ տենց չի կարելի հանրությանը ասել, չէ՞, բայց եթե ես երկրի ղեկավար եմ, կամ լավ երկրի ղեկավարը չեմ, հանրային դեմք եմ հանրության մեջ խոսելու ինձ իրավունք է վերապահվել։ Ես խոսեմ նման բառապաշարով, հենց մեր խնդիրները սկսեց այդտեղից։ Որ ինչ որ մարդիկ իրավասություն իրենց վերապահեցին նման լեքսիկոնով շփվել, անհարգել այն մարդկանց, ովքեր իրենց քվե են տալիս։ Դրա համար խոսել Նիկոլ Փաշինյանը ասենց ասեց իրավունքը ուներ թե չուներ, ժողովուրդ ջան, հենց կորոնայի ժամանակ առաջի անգամ, որ ես իրապես տեսել եմ, թե ինքը ոնց է սահմանադրությունը տապալում։ Սահմանադրության կրթության մասին, պարտադիր կրթության մասին օրենք կա, կետ կա։ 5000 հոգու հոսանք անջատեցին, այնտեղ որ երեխեքին հեռահարուսուցման էին ուղարկել նոթբուքով, այդ մարդկանց իրավունքը խախտվեց, սահմանադրական իրավունքը։ Ինքը հելեց հիստերիկ բաներ էր անում, բա հոսանքի փողերը մուծեք։ Ժողովուրդ ջան, հոսանքի փողերը մուծելը վարչապետի պարտավորություն է, չի սահմանադրություն պահելը իրանն է։ Դատարանի դռները շրջափակել էր տալիս այդ ժամանակ նկատեցիք սահմանադրական։ Չէ, չնկատեցի։ Ասեմ, որովհետև կոնկրետ գործողությունը, որը իրականացվում էր դատարանները փակելուց, դա հեղափոխության, ոչ թե Նիկոլի արած իշխանափոխության, այլ իրական հեղափոխության, լուստրացիայի եւ նման քայլերի հաջորդականության տրամաբանության մեջ էր մտնում։ Բայց երբ որ հասարակ քաղաքացին, ով ամեն ինչ արել էր, որ Նիկոլ Փաշինյանը գա ինչ-որ բան փոխի, հեծը նրան պարտադրեց, այդքան մարդու հոսանքը անջատելը մի բան էլ ասի, որ լավ են արել։ Ճիշտ եմ հասկանում իրոք։ Սահմանադրության խախտում չէր։ Դա կարող ենք իրավական բանով, տենց ես դատավոր չեմ, բայց երբ որ գա մի հատ աստծո աջակցությամբ կգա ժամանակ, այդ բոլոր դրվագները առանձին կքննարկվի, ու դուք կտեսնեք, որ փաստ մարդուն, որ ուղարկել են տունը կոմպով դաս անելու, իր հոսանքը անջատում են, այսինքն իրան այդ իր սահմանադրական իրավունքից զրկեցին։ Այդ հստակ տապալում է, բայց այն քաղաքական գործողությունը, որը մտնում էր հեղափոխության փուլի մեջ, ժողովուրդ ջան, ԲԴԽ-ն ու մնացած դատական այդ կառույցները մինչ օրս շատ վատ վիճակում են, որովհետև այդ process-ը Նիկոլ Փաշինյանը տապալեց։
Եվ 18 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանը իր իշխանություն վերցնելու բայց բոլոր հեղափոխական process-ները տապալելա մի նպատակով իր սեփական իշխանությունը պահպանելու, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ հասկանում է, եթե չլինի Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, ինքը իշխանություն չունի այս երկրում, որտեղ այս երկրի ընտրությունները քաղաքական չեն, անտի-ռեյտինգային ընտրություններ են, ով չի սիրում Քոչարյանին, ընտրում է Նիկոլին, ով չի սիրում Նիկոլին, ընտրում է Քոչարյանին։ Ու մեր մեծագույն չարիքը հենց այդ սկզբունքի մեջ է, երբ որ իրար այդ սև ու սպիտակները դասակարգումը մցրեցին ու մեզ պարտադրեցին խաղանք այդ տրամաբանության մեջ։ Մենք այդ ժամանակ պարտվել ենք ժողովրդից։ Այսինքն, երբ որ գործադիրի ղեկավարը դատական իշխանության վրա հայցվեց ճնշումներով ուղղորդում է մարդկանց այնտեղ, դա դուք խնդրալից չեք հանդիպում։ Ժողովուրդ ջան, այստեղ արդեն տեսեք էլի Նիկոլ Փաշինյանի անձնական սխալից դուրս եկած պատմություն են քննարկում։ Ինքը գործադիր իշխանություն չպետք է դառնար, քանի հեղափոխությունը չէր հասել իր տրամաբանական գաղափարակետին։ Ոնց որ հիմա ես ասում եմ, խի 7 տարի առաջ չէիք հիշում, որ կաթողիկոսը սենց կամ նենց, Ալեն Սիմոնյանը տեսնում է արտահայտություն արեց, ոնց որ դու էլ այնտեղ ասում ես, չիմանանք այդ ձեռքը որտեղ ա եղել։ 7 տարի իրանց ձեռք էր տալի այդ ձեռքը որտեղ որ եղել է պաչեին, բայց ինչ որ սենց ընտրություններից առաջ միամիտ բոլորը դառան լավ տղա։ Ու այդ լավ տղեն կոնկրետ եթե անձնական վիրավորանք կընդունի Ալեն Սիմոնյանը, թողնի, որտեղ ինքը չի կարա լավ տղա լինի, երևի կվիրավորվի այդ արտահայտությունից, էլի։ Եվ դուք անկախ այս իշխանության դիվերսիոն հարձակումներից եկեղեցականների վրա ինչ եք կարծում, դրանից զատ պետք է հավատավոր ժողովրդին պարզաբանումներ ներկայացնել, թե ոչ։ Ժողովուրդ ջան, ես ինքս ունեմ իմ վերաբերմունքը այսօրվա շատ այդ հոգևոր դասի ներկայացուցիչների մեջ, այդ անձնական վերաբերմունքը լավը չի։